Մենակ ես էկրանի տեմը քիչ կպայնս որ բաներնի Հենց մոստերով ես թրել։ Հա իրականության մեջ ժյուրին դերակ չէ, որովհետև երբ որ կազմակերպեցին կեսություն առումը, որոշեցին, որ անվանական չլինի, ճիշտ է, Facebook-ում ցելանումները ներառել դա չկար, բայց իրենք հաստատ ինձ չեն նայել, որովհետև եթե նայած են, ես կզգամ խոսելուց եք դասականների, բայց չեն նայել։ Ես Facebook-ը կլինի։ Համաները ես խառնել եմ, այսինքն այն հեշտականությունով որ դուք ուղարկում եք ձեր կոդերը, որ ես տեղադրում էի, ասենք, ես ասեմ, ես համարել կար, չէ, 10-20 վերջին եւ այլն։ Տվագրելու ժամանակ, ասենք, որ փաթեթը պարզած թվերը դուք թվերը ես եմ հորինել պային։ Ուղղակի զուտ որոշեցի, որ ասենք ունենք դուզին դերն ասենք առաջինը, այն մյուս այդպես խարել եմ սարի արել, որ իրանք են մինչև բան հաստատ չեն մանկա, որտեղ Եթե անգամ բաների նայենք, չենք ճանաչում։ Անաչար։ Ու ամենակարևոր բանը այն սապերն է, որ մեր գրողներին ծանոթ դուք, այսինքն որոշները ձեզ հազար բաներ ստացել, եթե շատ անգետ, որովհետև հազար բաներ ստացել, որովհետև նաև ցույցվեցին, որ ծանոթի բանը չկա, որ ես իրեն իրա գործերն ամենքանի կարելի արդեն սկսել որոշակի, հա? Տնօրեն ես սկսի։ Հա, տնօրեն, չէ, ուղղակի ես փոխանցությանը որ սկսենք, հա? Այսօր շնորհավոր եմ բոլորիս պոեզիայի միջոցներով առիթով, բոլորս գնողներ եք, նաև տնտեսողներ եք, նաև շնորհավորում եմ հայոց բուն թվականի առիթով։ Այսօր, եթե գիտենք, արեգակցվա այդորն է, Նորուզն է։ հա, մեր նորուզն է, հայերի նորուզն է։ Չէ, շուտով նորուզ։ Ու 9518-րդ տարին է սա հայոց բուն թվականի, այսինքն Վահանի ծննդյան օրվանից սկսած։ Հայերում են 3-րդ տարի, հետո գալիս է նավասարդը, օգոստոսի 10-ը, հետո գալիս է արդեն մեր վերջին օր տարի, սեպտեմբերի 30։ Մարտի 20-21 գիշերը հավասարներ ու գարնան մուտներ։ Շնորհավոր բոլորիս կանում։ Շնորհեմ խոսեք, հա։ Նախ ուզում եմ ողջունել բոլորիս, ինչպես արդեն նշվեց մարտի 21-ը 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվել է մինչև պոեզիայի օր։ Երբ որ պարոն Աշկարյանն եկավ, ասեց պոեզիայի միջազգային օրվա հետ կապված մենք մրցույթ էինք կազմակերպել, չգիտենք գրադարանում անցկացնենք թե մեզ մոտ, ես պատասխանեցի պարոն Աշկարյան, ճիշտ տարբերակը մեզ մոտ արվեստի բաժնում, այսինքն վերնահարգում։ Ես անչափ ուրախ եմ, մեր հյուրընկալը օջախում տեսնել ձեզ։ Եթե դուք մասնակցում եք մեր պոեզիայի մրցույթին, հետևաբար սիրում եք պոեզիա, իսկ այն մարդը, ում հոգին լեցուն է պոեզիայով, հաստատ մի դրագանը կավելացնի մեր հայ մշակույթին, մեր հայ գրականության մեջ իր ուրույն եւ այսպես կարևոր քարը կտնի մեր պոեզիայի մեջ։ Շնորհավորում եմ բոլորիս, մեզ բոլորիս բարի ընթացք, բարի վայելում, հաճելի օր։ Խոսքը տալիս եմ ձեզ, պարոն Աշկարյան։ Ուզի չէ, երևի կան ժյուրի անդամներից Պարոն Կարապետյանի, բայց պարոն Կարապետյանը տանք ոչ թե որպես ժյուրի անդամ, այլ տնօրենության նախագահ Շիրակի մարզի, որովհետև
բոլորը գրել եք, ձեր գրածների վերաբերյալ, պարոն Կարապետյանը, Մինչև խոսք ես էլ շնորհավոր եմ պոեզիայի կապակցությամբ, շնորհավոր եմ ես նշվեց Գառնան, հա, առաջին օրը, այս տոմարն է, արագ։ մեր տոմարն է, հայոց փոս տոմարին է։ Բայց ոչ ես աշխարհը։ Այդ անգամ այդ չլիներ սկան երիտասարդներին տեսնելով գիտենք, որ այսօր Գառնան առաջին օրն է։ Գառնան վստահ երիտասարդ չէր հավատել, հավանաբար է սրանում, հա, հասնում չէ։ Ամենաերիտասարդը։ Ողջունելի է նախաձեռնությունը համազգային հայկական միության կողմից։ Սա Գյումրու գրասենյակի առաջին երիտասարդական մրցանակաբաշխությունն է։ Հուսով եմ նաև իշխաններ նաև վստահ գիտենալով կառույցի տրամադրվածությունը, որ սա կլինի արդեն ամենամյա շատ հեչ կարևոր չէ, ով այսօր ստացել առաջին, երկրորդ, երրորդ մրցանակը։ Շատ կարևոր է ձեր մասնակցությունը, թե աշխարհագրությունը, թե քանակը։ Մենք շատ ուրախ ենք դրա համար։ Իսկ ներկայացված գործերի հետ կապված, ճիշտ ասած, այնքան տարբեր մագարտակների վրա մենք եղանք, լավ կլիներ ներկայացնելուց առաջ ինչ-որ մի փոքր կամ այս միջոցառումից առաջ մի փոքր դերևի զդումներ, առաջի փուլ, երկրորդ փուլ, երրորդ փուլ, հավանաբար հետո այս ամեն ինչը հաշվի կառնվեն, սա առաջինն է իր հաջորդություններով և թերություններով հանդերձ, բայց շատ ողջունելի է, շնորհավորում եմ պարոն Նախշկարյան, շնորհավորում եմ այս հրաշալի նախաձեռնությունը։ Շնորհակալություն համազգային, Շնորհակալություն համազգային, իրոք դուք չգիտեմ տեղյակ թե չէ, բացի այս միջոցառումից տեսեք մենակ Գյումրիում Պարոն Սևադի նվիրված օր է անցկացվել, Վահագն Դավթյանի նվիրված օր, Աբելի Իսակյանի, Ռազմիկ Տավոյանի, մեկից խոշոր լավ միջոցառումներ։ Արդեն դուք համացանցով կտեղեկանաք ու վստահ եմ, որ հաջորդիվ նաև այդ միջոցառումներին դուք ներկա կգտնվեք։ Մի խոսքով, ժյուրին ահագին դժվարությունների առաջ էր կանգնած, բայց ամեն ինչ եղել է անաչառ, վստահեցնում եմ ձեզ, ով գոնե ճանաչում է, գիտի, որ ամեն ինչ անաչառ է եղել, իսկ ես նաև մյուսների պահով կասեմ, որ բոլորն էլ անաչառ մարդիկ են եղել, չենք իմացել, որը ով է, չենք իմացել, մի խոսքով ամեն ինչ եղել է ճիշտ ու գիտեք, գրականությունը մեր ցույց չէ, որ ասես 100 մետր մեկը վազեց 9 վայրկյանում, 9-9, մյուսը 10-ը, նաև նախասիրությունների հարց է, կարող է շատ լավ գործեր այս ժյուրիի համար ցածր է գնահատվել, կարող է շատ լավ գործեր բարձր է գնահատվել։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և բոլոր մասնակիցներին, որտեղ իմ կարծիքով բոլոր մասնակիցները հաղթել են։ Ու պարոն Նախշկարյանն էլ համապատասխան ձևով բոլորին մրցանակներ տալու։ Այսքան։ Շնորհակալություն նաև ժյուրիի բոլոր անդամներին։ Ժյուրիից երևի Գառնան Մարտիրոսյանը գիտեցմանասիրական գիտությունների Տեխնացու դոցենտ։ Ժյուրի անդամների մեջ ժողովուրդը կա նաև երաժիշտ, կա նաև դերասանուհի, այսինքն ընդգրկված է այնպես, որ ինքը տարբեր լինի մագարտակները, որ մենակ գրողներ չեն, էլի։ Որպես նախաբան գիտեմ յուրաքանչյուրի սրտի թրթիռը և կփորձեմ ավելի կարճ խոսել, որպեսզի անցնենք բուն գործի։ Եվ այսպես փորձենք ամփոփել ուշագրավ մեր օրերի համար շատ կարևոր անվանական Նիկոլ Աղբալյան 150 մրցույթի արդյունքները, նաև մասնագիտական խոշորացույցի ներկա։ Նախ սկիզբը այս ամենին։ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված բանաձևի համաձայն մարտի 21-ը ամենամյա տոն է և նշվում է որպես պոեզիայի համաշխարհային օր։ Տոնը Հայաստանում սկսել է նշվել 2010 թվականից։ Այսօր իշահ գրականության, մասնավորապես պոեզիայի, ստեղծվել է հնարավորություն միավորելու 16-ից 30 տարեկանների առ-ոգեղեն Պարնասի բարձունքը և առ-մուսաների ներշնչանք ունեցած մղումը Աղբալյան մարդու հասարակական քաղաքական գործչի գրականագետի մանկավարժի Ծննդյան Հոբելյանի հետ և մի օր բանիվ ամեն ինչ նույն ծիրում է, հարկ կապված ներքին ամուր թելերով։
Հիմքում ունենալով այս ամենը փորձենք նախ եւ առաջ տալ մեր կողքին ապրող երիտասարդների նաեւ արարումի գնահատականը, անշուշտ հաշվի առնելով, որ ներկայացված գործերի մի մասը հեղինակների գրական ասպարեզում առաջին վարանոց քայլերի արտահայտությունն է։ Այս ամենով հանդերձ իհարկե առանց անուններ տալու պետք է նշել, որ ներկայացված են գեղարվեստականության առումով այս կամ այն չափումներին համապատասխան որոշակի արժեք ներկայացնող գործեր, որոնք իհարկե գնահատվել են ըստ արժանվու։ Խոսքը վերաբերում է ներկայացված բոլոր ստեղծագործություններին, անկախ ժանրային տարբերություններից։ Գեղարվեստական պատկերավորման միջոցների, պատկերավոր արտահայտությունների, սև, մասերիքով հարուստ մտքերի, նաև նոր խոսք ասելու տեսանկյունից այս ստեղծագործությունները տող առ տող քննարկում են անցել անշուշտ հատուկ ընտրված մասնագիտական խմբի կողմից և ինչը շատ կարևոր է, անանուն, անաչառության սկզբունքի ամբողջական պահպանման։ Կարևոր մի փաստ ևս հատկանշական է, ժյուրիի անդամների մեծ խմբի մոտ մրցույթի մասնակիցների միավորները գնահատման գործընթացն ավարտելուց հետո համընկել են, ինչը ևս մեկ անգամ խոսում է խիստ մասնագիտական քննության և հանգամանալից ուսումնասիրության մասին։ Ցավոք պետք է նշել, որ այնուամենայնիվ վերոհիշյալ առավելություններ կամ դրական հատկանիշներ ունեցող գործերի կողքին առկա էին նաև բառապաշարային սահմանափակությամբ, երևակայության թռիչքի բացարձակ բացակայությամբ, պատկերավոր մտածողության կամ առավել ևս գյուտի բացակայությամբ գործեր, որոնք կրկին ամենայն մանրամասնությամբ քննարկվել են, իհարկե դիտարկելով նաև նրանց առավելությունները կամ մտածողության տարբերությունները։ Սրանք նույնպես արժանացել են համապատասխան միավորի։ Այս ամենով հանդերձ հետաքրքիր էր ընտրված որոշակի տարիքային խմբի աշխատանքները ուսումնասիրելու ընթացքը։ Այն նաև հնարավորություն էր այս կամ այն չափով բացելու նրանց աշխարհը, անգամ տվյալ պահի հոգեվիճակը, մոտորումների և հետաքրքրությունների շրջանակը, երևակայության շարավիղը, պատկերավոր մտածողության համակարգը։ Ինչևից է, աշխատանքն արված է և մրցույթը իսկապես կայացած է։ Քիչ անց մենք ականատեսը կլինենք ներկայացված բոլոր 52 գործերից լավագույնների մրցանակաբաշխությանը։ Մնում է ավելացնել, հուսանք մրցույթը շարունակական կլինի և մեր կողքին ապրող ու արարող նոր լուսավոր սերնդի բազմաթիվ շնորհալիներ կունենան վստահություն, համարձակություն, ներկայանալու ընթերցողին, ինչու ոչ նաև ոլորտի մասնագետներին հարստացնելու հայ գրականության էջերը։ Շարունակեք ստեղծագործել և բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլորը դառնաք մեծ գրողներ։ Ձեր ամեն տողը հույսերի, սիրո, զգացողությունների անհատական դրսևորում է, որ հոսում է ներսից, այն գրեղացնելով արարումի անաղարտ գրչով։ Շնորհավորում Հարգելի ներկաներ, սիրելի երիտասարդներ, ասեցին, որ ձեր աչքերից գարուն է ծորում, բոլորը ժպտատ են, գարնանային հոգով, հույզով, մեկ հյուրընկալ մարզային գրադարանում, որի համար ես անչափ շնորհավորում եմ բոլորիս և ձեր մուտքը։ Իհարկե ես Կարինե Մարգարիտյանի պես բանասիրական գիտությունների դոցենտ չեմ, գրական չեմ կարող ձեր ստեղծագործությունները վերլուծեմ, ես կասեմ իմ տպավորությունները որպես ընթերցողի, ով երիտասարդ տարիներին ապրել է պոեզիայի շնչով, սիրարվել պոեզիայով և իր սիրտը միշտ էլ լեցուն է եղել գրական պոեզիայով և մեր ամբողջ հայ դասական գրականության լավագույն էջերով։ Ես կարդալով ձեր ստեղծագործությունները անկեղծ որ լինեմ, կասեմ, որ ես դրանց մոտեցել եմ արդեն ասեցի, որպես ընթերցող և ինչ եմ հասկացել, որ բոլորը դել առաջի հերթին հայրենասեր են, առաջի հերթին մեր երկրի ամեն մի վատ բանի համար մրմռացող, ցավացող, ամենքի թոքու միջով անցել է մեր արցախյան պատերազմը, ամենքը մեծ ցավ եք ապրել այդ ամենի պատճառով և ամենքը մեծ լավատեսություն ունեք, որ մեր երկիրը պետք է դեր պայծառ ու լավ ապագա ունենա։ Երկրորդը, զգացել եմ, որ բոլորդ նաև ապրում եք սիրով, իսկ բանաստեղծը այն մարդն է, ով սիրում է։ Ես այս բան չգիտեմ ինչի ուզեցի մի փոքրիկ քարյակ ասել, չգիտեմ ինչի այս բանի մեջ միտք խաղացավ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի մեծ երկրացու մի քարյակ ասել, որ ասում է դիմում է, ասում է
Կուզես փուշ դուր, կուզես վարտի մի բողոջ, մեկը իմ սեր, ես սիրում եմ, ու սիրով լծվում է միշտ մարդկային սիրն աստղերով։ Թեկուզ սերը խնդում լինի, թեկուզ վիշտ, երբ սերը կա, բանաստեղծ է մարդը միշտ։ Կուզենամ, որ սիրով ապրեք, բանաստեղծություններ գրեք, մեկը կնշանակի մեկը երկու, մեկը մեկ, կարևորը դուք ձեր սրտով բանաստեղծ մնացեք։ Իրեն ուրիշ Բերեք փոքրիկ զրույցի վերացենք, հա, երեխեք, օրինակ ինչ, ասենք, դուք ձեզանց խոսածող չկա ինչ-որ բան ներկայացնել։ Ընդհանուր կարելի է։ Սոնա Անտոնյան բանաստեղծության մի մասը ճանաչում է, չէ՞։ Ուշադրություն են գրավել, բայց դերևս անկատարություն ունեն հասունանալու տեղ ունեն, որպես արդեն գրական դիրք դառնալու ճանապարհին։ Ես փոքրիկ հատվածներ կամ վերնագրերով ասեմ, դուք Քամին փչում է գործը հեղինակներից, հեղինակը կարծեմ ներկայացրել էր երկու ստեղծագործություն։ Իդեպ կային փաթեթներ, որտեղ շատ էին բանաստեղծությունները, եւ այդ ամբողջ փաթեթի մեջ ընդամենը կարող էր աչքի ընկնել մեկ բանաստեղծություն։ Առաջինը լավ է, ճաշակով են եղել։ Այո։ Առաջինը լավ է, Կամ որոշակի բանաստեղծություններ, որտեղ պատկերները ինքնատիպ էին, որտեղ կար հեղինակի ինքնատիպ խոսքը, ինքնուրույն ոճը։ Ասեմ, որ ազդվածությունները շատ էին, բայց դա բոլորիս մոդել լինում է։ Դուք պիտի այդ ճանապարհներ անցնեք, դասականներից ազդվելու այդ ճանապարհը անպայման կարևոր ճանապարհ է, որ բոլորն անցնում են, անգամ մեծ բանաստեղծները այդ ազդվածության դերը հաղթահարում են, դա շատ կարևոր է ոճի ձեռքբերման հարցում։ Հա, առանձնացրեցի քամին փչում է Արցախ փոքրիկ, չգիտեի Արցախ բանաստեղծությունը թե էսե է, բայց ամենայն դեպս ինքնատիպ էր։ Հեղինակը ներկա է, թող ոտքի է։ Հեղինակը ներկա է, քամին փչում է ստեղծագործության, չէ՞։ Մեկ ստեղծագործություն ևս ուշադրության արժանի, երկու տարբեր հարթությունների վրա է ձգվում մեր ճանապարհը, անվերջ երկարով, երբեք չհատվող։ Հետաքրքիր էր սկիզբը, կա հեղինակը ներկա է։ Արցախ մեկ գործ, որը շատ հետաքրքիր էր սյուժետային և խոսությունների առումով և կարող էր որոշակի զարգացում ունենալ, բայց դեռ հասունանալու տեղ կար։ Իմ ու քո վերջին հանդիպումից հետո սկսվեց կյանքը նորերի դատողական ստեղծագործություններ Արցախ, բայց հետաքրքիր հեղինակը ներկա է։ Ներկա չէ, ափսոս։ Կան իմաստներ, որոնց չեն տեղավորվում սովորական սահմանումների մեջ։ Դարձյալ էլի չկա ափսոս։ Եվ էլի կան նմանատիպ ստեղծագործություններ, որոնք իհարկե եւ հետաքրքիրն այն էր, որ ժյուրի գրեթե բոլոր անդամները նույնիսկ գայաչափով եւ նույն խոսքությամբ դիտարկեց եւ Շիրազյան ազդեցությունը եւ Սևակյան մենք հատկները բացում ենք եւ զգալի է այսինքն այդ անաչառության սկզբունքը իսկապես պահպանված է եղել։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք չվհատվեք, փորձեք նշել նաև հայրենասիրական գործերի մասին, հայրենիքի նորը նվիրված շատ ստեղծագործություններ կային, բայց գիտեք, հայրենիքի մասին պաթետիկ գրել, դա չի նշանակում լավ բանաստեղծություն գրել։ Հայրենիքի մասին գրեք ինքնատիպ, այսօրվա երիտասարդի գայաչափի ընկալումով, ձեր ընկալումով, ոչ Սևակյան, ոչ Շիրազյան, ոչ Հովհաննես Թումանյանական, դուք ուրիշ դիտարկումներ պիտի հայրենիքը զգաք։ Մենք չենք ընդունում ենք հայրենասիրական գործերը, չենք ասում մի գրեք, բայց գրեք այնպիսի ստեղծագործություններ, որ մենք ամենաբարդ թեման է։ Օրինակ հայրենիքի մասին կա նմանատիպ հայրենիքի փոքրիկ երեխա։ Այլ եթե այդ սկզբունքով գրված բանաստեղծություն լինի, չեմ ասում, Սլավի Ավիկ Հարությունյանի գործի առաջին տողերն է,
կամ Անդրանիկ Կարապետյանը միշտ Հովհաննես Գրիգորյանի հայրենիքին նվիրված գործն է նրանցում բոլորին շատ հետաքրքիր մոտեցում է հայրենիքին է դուք հայրենիքի հետ զրուցեք ձեր ուզերի մասին այո ձեր ցավի մասին ինչն է ձեզ անհանգստացնում զգայուն մտերմիկ զրույց վարեք հայրենիքի հետ ոչ թե ընդամենը թվարկեք մենք բոլորս էլ գիտենք այդ իր անցած այդ բոլոր վերքերը, դժվարությունները, անկումները, հաղթանակները, այդ թվարկեք, բայց թվարկեք այնպես, որ մենք մտածենք, թե ինչ հետաքրքիր աղբյուրից է ինքը այս բանը վերցրել, այս խոսքը։ Շնորհավորում եմ բոլորիս, Պոեզիայի միջազգային օրվա արդիվ, թեև այսօր մենք ունենք նաև արձակ ստեղծագործություններ ներկայացված եւ ունենք արձակի մեկ մրցանակ այդ մասին կարծեմ Մաշկայրյանը ասեց եւ ունենք պոեզիայի երկու առաջին եւ երկրորդ մրցանակներ խոսքով արին բոլորիս հետ Քանի որ մենք դրել ենք կանոնը երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություններ ցույց դրա համար որոշեցինք որ նաեւ լինի արձակից դրա համար այդպես է որ համարտաններն են համ պոեզիայի միջազգային օրվա Այս նախապատվությունը պոեզիան, որտեղ երկու մրցանակ կա, իսկ արձակին մեկ մրցանակ։ Այո, Այսինքն շատ հետաքրքիր զուգադիպությամբ պոեզիայի եւ արձակի առաջին մրցանակակիրները նույն միավորներն են հավաքվել։ Բայց քանի որ պոեզիայի օրն է, մենք նախապատվություն չենք պոեզիայի։ Արան Աշկայրյան իր խոսքում կա։ Առաջին մրցանակը Ռոբերտ Եսայան տարածվեց։ Ես ևս շնորհավորում եմ մասնարարությունը, որ ստեղծել է ազգային միջոցով։ Սա իմ պատոհան է, որ բացվել է երիտասարդների համար։ Դու նշում որ պետական աջակցությունը զրկված է գրողները, այդ տեսակետից յուրաքանչյուր պատոհան մեզ համար նոր շնչառություն է բերում։ Ինչպես պարուս Սևակն է ասում, եթե ասում եք սպիտակ մածուն, նշանակում է որ ճիշտ չեք ասում։ Ամեն ստեղծագործող պիտի կարողանա արտահայտել իր զգացածը։ Երբ պարուս Սևակի դասերը ամենամոտն է մեր ժամանակին, օրինակ հանճարերը այն մարդը, որ առաջին անգամ ասել է անձրևը լալիս է։ Բայց ասում է, պարուս Սևակ հեղինակը ասում է, ծառերը բազմակետ են դնում մայթին։ Այսինքն ինքը կարողանում է ամենահասարակ ասենք պատկերը շրջել եւ յուրովի զգացողության միջով անցկացնել ու տալ ընթերցողին, որը եւ բերում է հարմություն։ Այս մրցանակաբաշխությունը նոր երևույթ է եւ հնարավորություն է ստեղծելու բավականին առաջի հերթին հենց որպեսզի կենթանի պահվի գրական կյանքը։ Սա շատ կարևոր բան է։ Գրական կյանքը կենթանի պահելու համար պիտի երիտասարդը մշտապես մարզվի, պիտի ինչ-որ մի զգացողության մեջ լինի, մշտական նվիրվածություն լինի։ Սա այն դեպքն է, երբ անգամ կնոր ժամանակ դուք պիտի ստեղծագործեք։ Ես շնորհավորում եմ եւ այս հնարավորությունը երևույթ եմ համարում ձեզ համար, մեծ հնարավորություն է ժամանակին մենք ևս ունենք այդ հնարավորությունը ուրիշ հասարակության մեջ, բայց ձեզ համար, որ այսքան մտածող մարդիկ կան, ասենք պետական աջակցություն չկա ու այս հնարավորությունը մի պատուհան է նոր շնչառության համար։ Շնորհակալություն։ Խոսք գնաց, ես մեկ պատուհանի մասին ես ուզել խոսել այսօր, Ռոբերտ Եսայանը ճիշտ նկատեց, պետական աջակցություն չկա, բայց երիտասարդների համար մի պատուհան բացվել է։ Եվս մեկ պատուհան էր բացվել արդեն 10 տարի ու շարունակում է բաց մնալ։ Հավանաբար շիրակցի ու լորեցի պոետները, ես լորեցիները եմ տեսնում, որ դնում եմ Հովհաննես։ Ուրեմն Արարատ Մկրտունյան մրցանակաբաշխության մասն է խոսքը։ Դուք տեսեք, մեր վրա չունեն
ոչ պետական աջակցություն, ոչ մրցանակաբաշխություն, թե մի մրցանակաբաշխություն արդեն սահմանել եք մրցանակակիրներ ներկայացնել խոսքը Կարապետ Հովսեփյանի մասին, բայց դե առաջի տարին էր անցած տարի, այս տարի երկրորդ է լինել։ Իսկ Արարատ Մկրտումյանում մենք արդեն 10 տարի ու ինչ ենք անում, չտպագրված գրքերը տպագրված տալիս են որպես առաջին մրցանակ եւ անթոլոգիաների մեջ որպես հրապուսական մրցանակ։ Հովհաննես Գիդի Գյումրեցիները գիտեն, էլ կա լորեցից թե չէ։ Գրիգորը։ Գրիգորը։ Ալլակյան Տայանա։ Աղջիկ ունի։ Կամի, հա։ Տայանան ես դու։ Ինչպես։ Ալլակյան Տայանա։ Քանի որ եւ լորեցիներ կան եւ գյումրեցիներ, ուզում եմ ակտիվ լինեք։ Տեսեք գյումրեցի ներկաներից կան մարդիկ, ովքեր Արարատ Մկրտումյանին չեն մասնակցում։ Գուցե չլինեն։ Առիթը ուզում եմ օգտագործել, որպեսզի դուք եւս իմանաք, մտեք Սոնա ջան, տեխնիկական բաները դու ասա, Արարատ Մկրտումյան, ինչի՞, գրական մեջ։ Մտեք այնտեղ հայտարարություններին ծանոթացեք, մասնակցության ձևին ծանոթացեք։ Հաջորդ տարի լինելու է Գյումրիում արդեն, պոեզիան Գյումրիում արձակը եւ Գյումրի եւ Վանաձոր։ Այս տարվա փոփոխները արդեն տեղի են։ Այս տարվան հա, լորեցիներն էին պոեզիան, իսկ արձակելի երկուսը միասին էր, արդեն ամփոփված էր, չարժեր մասին, ավելի ուշ կխոսենք մայիսի 1-ին, երբ որ մրցանակները տան լորի մեջ։ Իսկ մյուս տարվա համար Գյումրիում կա, ովքեր չգիտեն, ովքեր տեղյակ չեն, մտեք կամ այդ գրողների միություն։ Օրինակ մասնակիցներից բոլորին ճանաչում են, գալիս են գրողների բաժանում, շփվում են, մենք տեսնում ենք, իրենք շահում են դրանով, իսկ ովքեր մասնակից են այս մրցանակաբաշխությանը, դեռ չգիտեն այն մասին, համեցեք նաև գրողների բաժանում, ձեր տունը, մեր տունը չէ, մեր տուններից չէի կանչ։ Բայց կանչի։ Աննա ջան, դու բանում ես ասել։ Շնորհակալ եմ ձեզ ինձ հրավիրելու եւ ժյուրիի կազմում ընդգրկելու համար, ինչպես նաեւ շնորհավորում եմ բոլորիս միջազգային պոեզիայի միջազգային օրվա առիթով եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգտվելով առիթից շնորհավորում եմ կանանց միամսյակի առիթով եւ ցանկանում եմ բոլորի սեր եւ ջերմություն։ Շնորհակալ եմ։ Ինչպես նաև փոքրիկ անակնկալ ունեմ իմ կողմից։ Ժյուրի վերջի անդամը երաժիշտ է, կխոսես թե կնարակես մեզ համար։ Շնորհավորում եմ բոլորիս պոեզիայի միջազգային օրվա։ Հա, բայց մոռացել եմ։ Ասում Ոայ մը։ Հա, ես իմ երաժշտության ծովակով ողջունեցի բոլորին, մինչև հավաքվելը ձեզ։ Մինչև նվագելեց, 3 հոգի են, լսել ինչի շուրջ չեկա։ Օքեյ, մի հատ նվագ։ Վերջում են, հա։ Մի հատ նվագի մինչև մեր Մինչև նվագելած։ Բայց ասում եմ թող խոսի։ Նախ ներկայանամ ինչու համար աշխատում եմ հասնազային կարգանում արվեստի ու երբ որ սկսեցի կարդալ, ես միշտ գտել եմ մշակույթը արվեստը, դա մարդը խոսակցում է հենց ինքը իր հետ։ Ու երբ ես ուրախացա, որ այսքան մարդիկ ովքեր ուզում են արվել, ուղղակի մեկը մի փոքր ավելի է փոփոխված, մյուսը ավելի ասելիք ունի եւ շարադրանքները շատ են գնում, բայց արվեստը եւ մշակույթը պետք է հասանելի լինեն ու ինչքան լակոնիկ ու քիչ է իր ասելիք շարադրանքը, այդքան ավելի ասելիք շատ լինում։ Դա ամենը դա այսօրվա օրերն է, շնորհավորում եմ բոլորիս, մեկը մի փոքր ես ուղղակի այսօր կատակարեցի ստորագրություններ են դխավակելով, չէ՞ Արաջան, ասեցի ստորագրություններ պահեք, որովհետեւ մենք չգիտենք այսօրվա այստեղ ներկայացնողը բաղը ինչպեսի հանրահայտ մասին առաջի քայլը արեք, կարևոր առաջի քայլն է, միք բարանեք, միք հուսալքեք, որովհետև դուրը երբ որ մենք ուզում ենք բացել, հետ ենք կանգնում, չէ՞, նոր դուրն ենք բացում, վերեք այսօր ճիշտ է պատուանս խոսեցին, ես է տնես դա ամենը դա, ես բոլորից
Գալիս եք ուզում ժողովուրդ ջան, հասարակամունը պատասխանատու պահին խրախուսականներից ենք սկսելու ու ամենը վերջից։ Այո, իհարկե։ Լավ, մոտես Որոնց դրանք հրապետականներն են, չէ՞ միայն։ Այո, այո։ Եկել ես որ։ Վերջի անունը ինչ է 45 Չէ, չէ։ Միայն մինչև առաջին 3 Մինչև աշխատեք Այգի ջնջելով է։ ծերանը չնասկել։ Վերջի 3 Ստեղել եմ տարի, պետք չգեմ որն է։ Հավայց է ուշ։ Դիգե դող դեք, որչուն Վերջինը, արդեն ասել, Հա, Անի Ուրուզյան, Անուրության։ Անուրությանը չկա, չէ՞ ինչ Լավ, նայեք, դուք ժողովուրդ ջան։ Շնորհակալագիր է Անուրությանին տրվելու։ Պայմանավորված այսպես, որ ովքեր որ ներկա չեն կրնվում, ես հայփոստի միջոցով իրանց պարտքերը փոխանցելու եմ իրեն եւ մեկ գիր իմ հեղինակային աստվածատուր վերջի վերահրատարակված գիրքն է, այսպես հատետով ուղարկում ենք հիմա ով որ կա, եթե մարդ կա, որ Անուրությանին ճանաչում է, կարող է տալ իրար, փոխանցեն Անին, եթե չկա, Անուրությանը չտանցեմ Մարալիկից։ Անուրության Մարալիկից, Արիշտ է էլի, ով ես իր։ Վահանի աղջիկ։ Վահանի։ Երաժիշտ Վահանի փոքր է, չէ, ուրեմն չէ, չէ։ Ոյ համապատասխան է։ Մարալիկ, փոքր քաղաք է։ Լավ, մյուսի անում է, լավ։ Հա, իհարկե։ Հա, ճիշտ է, կարդաց, հա։ Ուրեմն պատկերադրվում է Սոֆիա Սարիբեկյանը, Պոեզիայի միջազգային օրվա արդիվ կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների քննական միջոցառմանը մասնակցության համար։ Ձեր ստեղծագործական միտքը ազգային արժեհամակարգի պահպանման և գեղարվեստական խոսքի զարգացման ներդրված ջանքերը բարձր են քննարկվում տնտեսական կողմից համազգային Հայ կրտամշակութային Հայ կրտամշակութային միության Գյումրու գրասենյակ տնօրեն Արան Աշխարյան Պեչատներ նկար Սոֆիա Սարիբեկյան կա։ Սոֆիանը չկա։ Կարած ովքեր չկա հաջորդ Լիանա Ավետիսյան, Ինչ Լիաննա Ավետիսյան։ Լիանա Ավետիսյան, Լիաննան է չկա, ինձ զանգեց ասեց որ չի կա։ Անի Օրդանյան, Անի Օրդանյան, Օրդանյան։ Ու ես Արիանի ջան։ Արի։ Անձինը դες արի կամարից նախապատրաստեց Սուսանբար Մկրտչյան, Սամար Մկրտչյան։ Հա, բայց ներկայանան որտեղից են, շատ կարևոր։ հա, ճիշտ է, Նոր մրցանակակիրը դե որտեղից Սուսաննան է։ չկար, Նորվան Անին որտեղից է, որտեղից է Անի ջան։ Արտիկից։ Հենց արտիկից է գյուղի։ Եղա, մյուսը Սուսանբար Մկրտչյանը չկա։ Սուսանբարը չկար, Արդեն երեքը չկա։ Նվեր Մամաջանյան, Նվերը
Մեկը Մեկը պետք է անեն նվերը։ Նվերը չկա, չի եկել, չի Նվերը չեկավ տան իրան նվերը։ Մերի Մանուկյան։ Ինքը գիտե։ Մերի Մանուկյան։ Կա։ Մերի Մանուկյանը մեր աղջիկը չէ։ Հա։ Մեր աղջիկը։ Մեր արարածի Մերի Մանուկյանն է չկա։ Հա, մեր Վանաձորից է։ Այո։ Որտամ փոխանցեք իրան։ Ես կարող եմ Հա, լավ, դրի կողքի ու փոխանցողներն։ Փոխանցիկ տրոշը։ Կիմա Ունուսյան։ Կիմա Ունուսյանը չի եկել, հիվանդ է։ Կարող է իմացել։ Սիլվան Կարող է, Պետրոսյան։ բայց չի իմացի, չէ։ Այ ապա։ Դեպիքով եկա։ Իհարկե։ Նախնավորում եմ բոլոր պոեզիայի թատրոնի նորվա ակտիվ։ Մեծ պատիվ է գտնվել այստեղ և այս մրցանակաբաշխությանը։ Նաև մեծ ոգեշնչում է շարունակելու ստեղծագործական ուղին։ Կրկին շնորհավորում եմ բոլորին, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, նաև ուզում եմ իմ փոքրիկ նվերը տալ Սիլվարդին, ասեմ, որ առավոտյան երբ որ եկա, Արային հարցրեցի այս թվի ներքո ով է, ասեց անունը ասեց, այդպես գտանք և ես հասկացա, թե ով է Սիլվարդ Պետրոսյանը, շնորհավորում եմ ձեզ։ Ես ծնունդով թողամարտից, բայց երկարտարներ Գյումրի մոտ։ Շիրակի մաս։ Շիրակի մաս։ Արդեն Նահարան Մկրտումյան մրցանակաբաշխության մասին տեղեկացաք, չէ՞։ Վերջում կարող եք մոտենալ ավելի մանրամասը տանել։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այլ է, Արամ Դավթյան։ Արամ Տացյանը չի կարող, ստեղ չէ, Հայաստանում չէ։ Այս պահին։ Լիլիթ Քոչարյան։ Լիլիթ Քոչարյան, կա Լիլիթը։ Հա, չկա Լիլիթը։ Ռիմա Հայկյան։ Ռիմայի սովորություն չունեմ։ Ռիմայի դուր։ Քնարիկ Հունանյան։ Քնարիկը չկա էլ, բայց ստեղ պետք է աներ ոնց որ չի եկել։ Այսօր է։ Քնարիկը։ Հովանես Կարապետյան։ Հովանեսը ստեղ է։ Լիաննա Թովմասյան։ Կա Լիաննա։ Հա, դու, հա, մոռացել եմ։ Լիանան դե ասես, որ իր լիազոր ներկայացուցիչը Հովանեսն է։ Վանաձորելի չէ։ Հա, Վանաձորեր։ Դիանա, Երևան, ես Լոռու։ Հա, Հա, Երևան։ Երևան։ Մեջները Գյումրին է, էլի։ Դայանան, Հաջի։ Հայանա, հա։ Դայանա Դալաքյան։ Հա, Դալակյանը մեր կարողանալ ճիշտ։ Okay։ Սվետա Ասատրյան։ Սվետան կա, Սվետա Ասատրյան։ Ասատրյան չկա։ Էլի եկին ասել։ Կարծամ։ Նվարդ Ասատրյան։ Նվախն է չկա։ Ստեղ չի, Միշա թող գիտեք, ստեղ չի։ Մանուկյան։ Միշա Մանուկյանը։ Մարինա Խաչատրյան։ Դիտակ բանս։ Հատը երաշտ։ Ով է Մարինա Խաչատրյան, կա։ Իսպանիա համար։ Կա Մարինա Խաչատրյան, չկա։ Չկա։ Հրաչուհի Լորեցյան։ Լորեցյան հրաչուհին չի կալու, այս պահին Վանաձորի ուրիշ միջոցառում կա, այնտեղ մասնակցեր։ Լուիզա Մանուկյան։ Ինձ տեղակ պայեցին, Լուիզա Մանուկյան։ Այանե Բուդոյան։ Չկա։ Արգինե Վարդանյան։
Չկա։ Հայկուշիկ Արզումանյան, Ո՞վ էր։ Աջինեն Արգումեն չկար։ Հայկուշ կա, Հայկուշիկ Արզումանյան, Հա, Հայկանուշ Հայկանուշ։ Հաստեղ Հայկուշիկ Հա, գիտեմ, Հայկուշիկ եկա, որը մի Անի Հայկուշիկ ով էր Վարդանյան։ ներկայացել։ Անի Վարդանյանը կա, Անին կա, թե չկա։ կա, Այս էլ անունը չկա։ Սոնա Ատիկյան, Սոնա Ատիկյանը չկա։ Սելինե Սիմոնյան, Սելինա, Սելինա, Չկա։ Չէ, չկա։ Նա։ Սեդա Մինասյան, Այս սեդան ստեղ էր, արի։ Սեդա ջան, ամենափոքր մասնակցի հատուկ մրցանակ։ Այո։ Ես բարի եմ։ Դու ես Նարինե Շամփարյան, Չկա, բادرձորցին էր, չէ՞ ոսոր։ Միլենա Ղարիբյան, Շահաբեդը չի։ Մերի Թադևոսյան, Իրանց դուկտանի, չէ՞։ Գրիգոր Պեպանյան, Այ դե, Գրիգոր Պեպանյանը չէ։ Գրիգոր Պեպանյան։ Գրիգոր Պեպանյան։ Արփի Հարությունյան, Արփին կա։ Չկա։ Արմենվի Բախչինյան, Վիլեն Աղաբեկյան, Այ դրեք։ Սոփի Զաքարյան, Սոփի Զաքարյան։ Ինքը։ Դա։ Հասմիկ Մարգարյան, Հասմիկյան չկա։ Լիլիթ Սարգսյան, Մյուսը։ Իլիա Յավրյան, Իլյանը չէ։ Արինա Մոնսիսյան, Արինան չկա։ 5, 6, 7, 8 հոգի մնաց եւ Եվրյանը։ Ամբողջը 11։ Արինան կա, Իդեպ սիգես ինտրիգ միավորների է, չէ՞։ Քաղաքաց միավորների։ Այո, այո։ Հաջորդը Սիրանուշ Ներկերից Հարությունյան, Սիրանը չկա։ Չկա։ Սիրանուշ Հարությունյան, Ռիտա Հովիկյան, Հայարքի Ղազարյան, Գրետա Մեջլումյան, Գրետա Մեջլումյան։ Չկա։ ինքին հասնեմ Չէ, չկա։ 7 հոգի, 7-ից ուրեմն Ամալիա Ենգոյան, Այո, ամեն։ Ոչ ինչ ամեն։ Քանի տարեկան է։ 15-ում շահել է առաջին մրցանակ Հայաստանի։ կարող է երաշտական մտություն։ Կարող է։ Չէ, 7-ի վրա։ Ուրա։ Չէ, ոչինչ, 5-ի վրա։ 5-ի վրա։ Մնաց։ Անի, Համիկ ջան։ Համիկ։ Այլա։ Հարմացրամ է։ Հա։ Ես վերջի 3 համար եմ մտածել։ Չի, վերջի
Գեղեցկության մրցիկներն ես օրինակ մասնակցել են, տեսել են։ Ակումբի ժամանակ դասնակից Ժյուրի։ Քանի որ վարդեր կարծիք Օրես լավս է։ Հանգարը ճիշտ է։ Ահա, անդերից նպատակ։ Այո, նկատի։ Benim sesini çöylesiniz ya. Konuş bakalım. Sen görüşeceğiz abi. Sanna Elbagan. Aha, nerede? Elina. Maçtan kalkıyor. Sofya Minasyanı. Over Sanna Elbagan çıkar. Sofya Minasyan. Sofya. Ara gitarı için. Ha. Gitar aç işte. Canavarıyla. Kamyon
Վերին է։ Հա, չէ, մերին չեմ ուզում։ Այսինքն խորհուրդ ամենաշատ հավաքած միավորում։ Ասեմ քանի միավոր է հավաքել։ Չէ, հեմի չուտեք։ Չէ, չէ, ուղղակի իմանալ թե բարձրը որն է եղել, դա նկատում եմ։ Հələ երրորդ ով է։ Արդեն երրորդը ասեմ։ Գիտեմ ուր եք ասել։ Բայց հիմնականը տվեք որ դա կար։ Այդե, ուժեկն է դուրս դե։ Չէ, չէ։ Արդեն պարողիր, պարգևատրվում է Լիաննա Ստեփանյանը, պոեզիայի միջազգային օրվա արդիվ կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների քրական միջոցառմանը երրորդ մրցանակային տեղը զբաղեցնելու համար։ Ինչ որ կարելի է այն կկարտամ։ Ինչը։ Բայց նա էլ է։ Ոչինչ, այդպես էլ կերնի։ Չէ, բայց պես փիչեր։ Ոչ միայն զավերուց այդպես էլ կերնի, պես էլ կերնի։ Կամ կարտա։ Ոյ։ Ճիշտ է, մրցանակը Այս համազգայինի այդ մրցանակը, որը տալու ենք երրորդ մրցանակը, մրցանակ։ Առաջարկ ունեն։ Բայց դուք են դուք Կային ներառվում։ հա։ Գեորգի, Ո՞ց կամ ո՞ց կարտա։ Բանաստեղծությունը որ ներկայացնում։ այդ հաղթած բանաստեղծությունը կարող է կարողանալ չգիտեմ։ երկրորդ գործը։ Երկրորդ, այո։ Մի հուսի։ Եկեք ուրիշ բան կարդեմ, հա։ Հա, որն որ կամ։ Այդա։ Կարող է մոդից անենք։ Այստեղից կարտա։ Հələ կուդման։ Մի խառնվի դա։ Հա, ոչինչ։ Սպասելի երկս է դու դու համար է իրեգե։ Կներեք։ Հա, ուզենք չուզենք կներենք։ Մի լավ։ Դու կներենք, կսիկ կներենք։ Դու կդի։ Գիտեք ինչ, եկեք մենք Լավ, մենք շարունակենք, հետո գտնենք կարտա։ Ուրեմն պոեզիայի միջազգային օրվա արդիվ կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների գրական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակային տեղը զբաղեցնելու համար Արցակ անվանակարգում պարգևատրվում է Սյուզաննա Քալեստյանը։ Արցախի առաջին։ Եվ ես Սյուզաննա ջան, մի հատ լավ պատմվածք կգրես ժամանակակից թեմայով։ Մենք կարողի գրի չէ։ Նոր է, բազմոգիր է։ Այ կներեք, պայր էին։ Սյուզաննա լսեցիք։ Գերիչը գպան, պատմողի կուլա։ Մինչև 5 էջանոց պատմված ժամանակակից սյուժեը։ Ոչ տանը այդ քո Չէ, այս բան պատմված կարտան է չեմ։ Չէ, ես առաջարկի բանում գրել, հետո Հա, գրեք։ Գրիչի ինչի համար է։ Խոսք։ Գրիչը գրելու համար է։ ասացին Կոշիկ, դիատուկ։ Ռոբերտո Արմանի։ Գեներգիա։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրի անդամներին, պարոն Կարապետյանին, պարոն Ասկարյանին ու
համազգային հայկրտական մշակութային միությանը, որպես փորձագետ ես բավականին ծանոթ եմ համազգայինի գործունեությանը, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, բոլորիս բարի ընթացք կփորձեմ արդարացնել եւ բանալել։ Այ լավ, թող ռեկլամը պարոն։ Առաջին բանը բոլորն են գիտեն արդեն։ Չէ, ով գիտե, ով է մասնակցել դիմանալ։ Չէ, ստեր, եթե ինքս ստերը։ Եթե ինքը ստելու անունը չկան չէ։ Կարող է գահացնի դու։ Լիանան թող կարդա։ Դուք էլ պատրաստեք, երկրորդը դուք էլ մի հատ կարդացեք ինչ որ։ Մատներիս հիշողությամբ նվագում եմ ձայնը քո, ուր որ եկիչնի հողը մեղնի։ Ու ես կհավատամ, որ աստղերը հաշվելի են, քանի դեռ սպասում են նրանց։ Մեղրի պես տորում եմ եղեդին ականջիս։ Թվում է, թե երկնքում եմ, ետնաբեմում ծափեր չկա։ Սա մեղեդի է քո չլսված ու իմ լսելիի շարքից։ Գուցե ամեն ինչ որ իմ բացք է, բայց ամեն ինչ այնքան սիրուն է, որ ես ուզում եմ չավարտվեմ։ Մատներիս հիշողությամբ նվագում եմ ձայնը քո, կիթառս, չլքես ինձ։ Տողերս որպես հայելի, բարերդ քայլող երկ։ Վերցնում եմ միտքս ու փարվում անձրևաշաղախ փողոցներով, որ չունի հիշեցում կիսած սիրո մասին, լրացման մեջ շնչում եմ օդը, թթվածի մեջ ուսմումի ու իմ միջև։ Ես պարտվում եմ գարնան ծաղկունքին, ինձնից գնում են հեռվահաս ցորենները, այնինչ հյուսքս ցորեններ անցյալի ու բարձկս բույրը անձրևի, տողերդ որպես հայելի, բարերդ քայլող երկ։ Շատ արժե, շատ լավ է։ Իրան երկու հատ դուշ։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել, իրականում շատ ոգևորող են այսպիսի մրցույթները ու գրականության շնչով լցվելն ու այսօր այստեղ գտնվելը նույն օդը բոլորով շնչել է ինձ համար շատ մեծ հաճելի ու նաև պարտավորեցնող է։ Ես նաև Արարատ Մկրտումյան մրցանակաբաշխությանն եմ ամեն տարի մասնակցում, ձեզ էլ եմ շատ շնորհակալ այդ մրցույթի կազմակերպման երիտասարդ գրողներին ոգևորելու հարցում։ Շատ շնորհակալ եմ եւ ուզում եմ շնորհավորել պոեզիայի օրվա կապակցությամբ բոլորիս, լիքը շատ մտքի թռիչքներ ու թող մեղեդայնությունը, կյանքի նոտաները ուղեկից լինեն բոլորիս, տանեն մեզ այն կետը, որտեղ որ երազում ենք կամ մտովի հասնում ենք։ Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ բոլորից, ձեզ էլ շատ Պոեզիայի միջազգային օրվա առիթ կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների գրական մրցանակաբաշխության առաջին մրցանակով Ալեքսանդրը Ավետիսյանը ներկա է։ Չէ։ Մի կողմից լավ է, որ ինքը չկա, մյուս կողմից է վատ է, որ ինքը չկա։ Ну ներկա չէ, էլի նկատում ենք, որովհետև տեսեք, եթե ինչ որ չափով նաև պայմանավորվածություն ունենար, բնականաբար ինքը պետք է այստեղ չէ նկատում, որտեղ չեմ արտարանում, ուղղակի ասում որ անաչառությունը պահպանվել է, էլի։ Իդեպ Ալեքսանդրայի բանաստեղծության առումով է, պոեզիայի Այդ հետաքրքիր է, որ ժյուրի անդամների գրեթե բոլորը բարձր նիշ են, 90%-ը բարձր նիշ են նշանակել, առանց Կարելի է երկու խոսք։ Իհարկե, ամփոփում կարելի անել։ Ամփոփումից դուրս նաև հավելում է ես ուզում անել։ Հանձնաժողովի կարծիքը հաշվի առնել, ժյուրի կարծիքը հաշվի առնել։ Ուրեմն նորից եմ կրկնում, բոլոր տեք հաղթեք, սիրելի երիտասարդներ, երեխաներ չասեմ երիտասարդներ։ Ես ինչ կուզեի նախ շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, այսինքն 52-ից մինչև առաջին մրցանակակիրներին բոլորին շնորհավորում եմ։ Ես նոր զգացի, որ մենք մի բաց ենք թողել ու այդ կարելի է դերևս լրացնել։ Պոեզիայի միջազգային օր, առաջի երկրորդ մրցանակ, բայց կարելի է նաև երրորդ մրցանակ սահմանել։ Եթե մենք միասին չանենք, գրողների միություն դա կանի։ Այդ մրցանակը մենք կտանք
երրորդ մրցանակակերի կողքին։ Տեղեցող։ Երրորդ մրցանակակերի։ Որ լավ Ավելի քիչ մրցանակ։ Հայաստանի կողմից։ Կամ գրողների միության կողմից կամ զուգահեռ ես Արամ Աշխարհյանի ուրեմն խորհրդակցեմ։ Ինչի համար, որովհետև եթե մենք Արցախը այսօր ստացավ իրեն բաժին առաջին մրցանակը, Սուզաննա ջան, քո առաջին մրցանակը, պես ընդունենք Արցախի առաջին մրցանակ։ Պոեզիայի մնաց երկու մրցանակ։ Առաջի երկրորդը մի քիչ է այս ներգանալի կազմը։ Ուրեմն մենք երրորդ մրցանակ ուրիշ ձևով ձևակերպման անպայման կտանք, որովհետև նաև Սյուզի Գևորգյանի, որովհետև այս հավաքած բալերի քանակով շատ քիչ է զիջում։ Հա, Համաձայն է ժյուրի։ Սյուզի ջան, համաձայն ես։ Համաձայն է։ Համաձայն։ Գիտեմ շարունակություն ինչ է լինելու, շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Հատկապես Շիրակի, այստեղ իդեպ մասնակիցների մեջ կային նաև այլ մարզերից։ Երևանից մեկը կար չէ, Հովանես դու ես տանելու Երևանի։ Կային նաև Գեղարքունիքից է կային, Լորից, Արմավից, մի խոսքով աշխարհագրությունը բավականին մեծ է։ Մոսկվայից կար, Մոսկվայի մարզից։ Վստահ եմ, որ արդեն երկրորդ անգամ եթե մենք այս բանը անենք հաջորդ տարի, էլ ավելի աշխարհագրությունների մեծանա, բայց խնդրում եմ պահանջ դրեք ձեր ստեղծագործություններին։ Պահանջով մոտեցեք ավելի ու հետո նաև մենք բան կանենք, ոչ թե մեկ բանաստեղծությամբ Միշա ջան, մեկ բանաստեղծությամբ ներկայանալը այդքան էլ ճիշտ չէ։ Մի քանի բանաստեղծություն, որտեղ այդ մեկը կարող է կանել լավ ստացված չլինի։ Ես էի ասել, որ մեկ բանաստեղծություն։ Չէ, ուրեմն սխալը տեղ է գնացել, ոչ ինչ։ Այս անգամ սպես է։ Հաջորդ տարվա համար կսահմանենք ենթադրենք։ Ինձ չեք կախել, չէ՞։ Ենթադրենք 3 էջ։ 3 էջ։ Արցախի դեպքում քանի որ կներեք, պարոն Կարոզյան, ասեմ, որ քանի որ ժամանակային առումով է շատ կարճ էր մնացել, դրա համար ես ասացի կարճ մեկ կամ երկուսին, որ հասցնեն նաև ժյուրին իմիկա։ Ես ասի չէ, խոսքից սկզբից կհասցնենք։ Ոչ թե այստեղ հապճեպություն, այլ առաջինն էր, անպայման իր թերությունները կունենա ու այդ թերությունները հաջորդ անգամ մենք անպայման կշտկենք ու ավելի ուժեղ կներկայացվի մրցանակաբաշխությունը ավելի պետք է կլա։ Եթե քարակների տարբերակ լինի, ես կներկայացնեմ։ Քարակների տարբերակ։ Մանիներ քեզ համար։ Մի խոսքով նոր շնորհակալ ենք, իսկ հետո ինչ նախատեսել է պարոն Աշխարհյանը։ Նախատեսելու այս բանին, եթե ասելիք չունեն ժողովրդյան, որ ասելիք ունեն։ Ասելու բան այս բանին չունեն։ Այս բանին ասելիք կարող է ունենալ, հա։ Դեպրասություն է կազմակերպված կարող։ Իդեր ջան դիմիցից չէ։ Չէ, իսկապես իրականության մեջ բոլորն են հաղթող, ես անձամբ որպես էլ եմ ասում, ես գրող չեմ երեխեքյան, ուրեմն 7 գիրք ունեմ հրապարակած, բայց ես ինձ գրող չեմ համարում, այնտեղ տղեկին ասել եմ արդեն այդ մասին։ Թե չէ ինքնը մասնա։ Ով էր գիտեք այդ մասին, որովհետև իսկապես չեմ կարող էսի համեմատել, էլի մնացած բոլորի հետ, դրա համար չեմ փորձել երբեք ինձ որակավորում տալ։ Խոսքի վերջից չասված ծեր դրա համար ավելորդ համեստորեն, ավելորդ համեստորեն։ Բայց բան է, չէ, կփորձեմ մեկ ասել, որովհետև մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր որ իրենց շատ բարձր էին գնահատել, իրենք իրենց էին բարձր գնահատել, դա գոնե իմ կողմից ընդունելի չէր։ Ոչ մի։ Չգիտեմ ում կողմից էր ընդունելի, բայց իմ կողմից ընդունելի չէ, որովհետև Աստված ասում է խոնարհեցնողը իր անձը բարձրանում է վեր։ Ընդամենը այսքանը դիմանայինք ու վերջ։ Եվ ի լրացումը ձեր խոսքի եկեք փաստենք, որ մենք հիմա ապրում ենք առաջնորդության ժամանակաշրջանում, ես շատ առաջնորդության թեմաներով տրեյնինգների մասնակից եմ լինում եւ ասեմ, որ սովետական ժամանակներում մարդիկ չեն մեծարել եւ այդքան չեն գնահատել իրենց եւ շատ ու շատ տաղանդավոր մարդիկ համեստության քողի տակ այսպես համեստ մնացել են եւ իրենք չեն գնահատվել
բայց այն մարդիկ, ովքեր հիմա իրենց արտահայտում են իրենց գրածները, իրենց գնահատում են, իրենց արժևորում են, շատ ճիշտ են անում։ Ես կողմ չեմ, որ պետք է մարդը շատ համեստ մնա, որովհետև համեստության դեպքում կարող է պարզապես ոտնակով անեն ու անցնեն մեր ժամանակաշրջանում։ Եթե սովետական ժամանակաշրջանում համեստությունը գնահատվել է եւ դա առավելություն է համարվել, ապա մեր օրերում համեստությունը չի գնահատվում եւ առավել եւս ասեմ, կհոշոտեն ձեր վրայով կանցնեն կգնան։ Այնպես որ Արաջան, ես հակասեցի քեզ եւ ասեմ, որ դուք շատ լավ գրող եք եւ պետք չէ համեստ լինեք։ Մենք ապրում ենք առաջնորդության ժամանակաշրջանում, այո, մեր ժամանակաշրջանը այլևս իր սկզբունքներն է թելադրում եւ իր պայմաններն է թելադրում։ Պետք է դուք հպարտանաք եւ հիանաք ինքներդ ձեզանով եւ ըստ այդմ շրջապատը կհիանա եւ կհպարտանա ձեզանով։ Այնպես որ բոլորը գնահատեք, արժևորեք եւ կարեւորեք ինքներդ ձեզ։ Գիրք ունեցող կա ձեր մեջ։ Շատ Հեղինակային տպագրված քրքերում եք։ Անտոլոգիաներ ունեցող։ Անտոլոգիա չէ, հենց անձնական տպագրում եք միայն դուք գիտեք, ձեր խոշորոնից մեկը։ Ուրիշ կա է։ Կա։ Չէ։ Դա երկու օքի է, փաստորեն։ Բացի նրանից վարանդολογիա։ Նիշան եկեք։ Ուրիշ չունեին։ Լավ, ուրեմն կպայմանավորենք այսպես, ձեր ընտանիք գործերը կներկայացնենք մեր գրասենյակին, գրողների միջոցով կնայենք, լավագույնները կանենք, որոշակի փոխարկաշույթ կամ դիրք կունենա կտվարներից, հա։ Այսինքն կապը պաշտպանեք գրասենյակի, իմ հեռախոսահամարներն ունեք, հասցնել գրված է բոլոր դերերում կարող եք կապնվել Facebook-յան հաշտարները ձեզի գուրպա։ Երբ ուզեք կարող եք կարեք։ Մինտեղ մոդեցեք երեք չակ, կրասիվեք Բրնելու ան։ Ես խորհուրդ տալով